Եվրոմիությունը պարտվում է ԿԳԲ-ին եւ Հայաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հարգելի ընկերներ, վերջին շրջանում ամենահետաքրքիր երևույթներից մեկը դա Եվրոմիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթացող աշխարհաքաղաքական Սանտա Բարբարան է, ինչպես են երբեմնի դաշնակիցները միմյանց դեմ գործողություններ իրականացնում։ Վերջերս Եվրոմիությունը 120 միլիոն եվրոյով տուգանեց Իլոն Մասկի X սոցիալական ցանցը, հիմնավորելով դա նրանով, որ իրենք տեղեկատվություն չունեն որոշ օգտատերերին վերաբերյալ, չունեն տեղեկատվություն որոշակի գովազդային արշավների վերաբերյալ։ Ի պատասխան դրա ամերիկացիները պատժամիջոցներ կիրառեցին որոշակի եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ։ Ի պատասխան դրա արդեն Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասաց, որ դա փորձ է ամերիկացիների կողմից փորձ է ազդել Եվրոպայի տեղեկատվական քաղաքականության վրա, դա ոտնձգություն է ինքնիշխանության նկատմամբ եւ նաեւ նշեց հետեւյալը, որ եվրոպացիները շարունակելու են պայքարել իրենց իրավունքների եւ ինքնիշխանության համար։ Գլոբալ առումով Կայա Կալասին կարելի է հասկանալ, բայց այստեղ հարց է առաջանում. եթե իրենք ուզում են ունենալ անկախ տեղեկատվական դաշտ, տեղեկատվական համակարգ, ինչու նույն իրավունքը իրենք չեն պատրաստ պաշտպանել Հայաստանի Հանրապետություն, ինչու իրենք վերածվել են ժողովրդավարության պաշտպանից իշխանության պաշտպանին, այդ իսկ պատճառով պատրաստ են Հայաստանի իշխանությունն այն տեսակ աջակցություն ցուցաբերել, որը ժամանակին ցուցաբերել են Մոլդովային։ Դե Մոլդովայում շատ դեպքերում ամեն ինչ բացատրվում է նրանով, որտեղ ԿԳԲ-ի ազդեցությունը կա։ Ուղղակի հետաքրքիր է, լավ Հայաստանին ոմասովել են այդպես ասել, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ են իրենք պարտվում ԿԳԲ-ին։